Հաջողության աստղագուշակ 2024 թվականի մարտի ամենահարմար օրերը յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։ Ամսաթվեր, որոնք անպայման պետք է ուշադրություն դարձնեք։ Խոյ, այս ամիս աստղերը խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին և փորձել որքան հնարավոր է շատ շփվել ձեր հետաքրքրությունների մասին։ Ինքնարտահայտման հետ կապված ցանկացած գործունեություն ձեզ մեծ հաճույք կպատճառի և կգրավի ուրիշներին, օգնելով ամրապնդել ձեր դիրքերը աշխատանքում և գործընկերների աչքերում։ Եղեք համարձակ, արտահայտեք ձեր միտքը և փնտրեք ստեղծագործական մոտեցում ամեն ինչում։ Մարտի 7-ին փորձեք օրվա առաջին կեսին ավարտել առաջադրանքների մեծ մասը։ Դուք հեշտությամբ կհաղթահարեք շտապողականությունը։ Մարտի 11. Մի վարանեք ներդրում ունենալ ընդհանուր նախագծի կամ թիմային աշխատանքի մեջ։ Ձեր գաղափարները անգնահատելի կլինեն։ Մարտի 24. Զբաղվեք գարնանային մաքրությամբ կամ ձեր կերպարով, արդյունքները գերազանց կլինեն։ Ծուլ. Այս ամիսը բավականին հանգիստ կլինի բոլոր առումներով։ Մասնագիտական առումով անակնկալներ չեն սպասվում, ուստի դուք կաշխատեք չափված տեմպերով և ստրես չեք զգա։ Ձեր անձնական կյանքում և սիրելիների հետ հարաբերություններում դուք կլինեք լիակատար ներդաշնության մեջ։ Ձեր առօրյային բազմազանություն հաղորդելու և կյանքին վառ գույներ հաղորդելու համար աստղերը խորհուրդ են տալիս մասնակցել հետաքրքիր մշակութային միջոցառման։ Մարտի 4. Պլանավորեք արձակուրդ կամ ընտանեկան և ընկերական ուղևորություններ։ Դուք կկարողանաք գտնել գերազանց և մատչելի տարբերակ։ Մարտի 10. Չնայած աշխատանքի շտապողականությանը և առօրյա բազմաթիվ խնդիրներին, դուք կզարմացնեք ինքներդ ձեզ և ձեր շրջապատի մարդկանց այն հեշտությամբ, որով կհաղթահարեք բոլոր առաջադրանքները։ Մարտի 17. Լսեք ձեր սիրելիներին, նրանք ձեր աջակցության կարիքն ունեն։ Դուք կգտնեք ճիշտ խոսքերը և կստանաք կրկնակի ջերմություն։ Երկվորյակներ. Այս ամիս ձեր անմիջական շրջապատի ինչ-որ մեկը կարող է ձեզ շատ խնդիրներ և ավելորդ ստրես պատճառել։ Նրանք հավանաբար կվրդովեցնեն ձեզ, ինչը կարող է հանգեցնել լուրջ վեճի։ Աստղերը խորհուրդ են տալիս չափազանց չարձագանքել այս վարքագծին և ընդունել այն հումորով։ Կտեսնեք, մի քանի օրից ամեն ինչ անպայման կբարելավվի։ Մարտի 18. Ձեզ համար բացվում են նոր հնարավորություններ, ինչպես նաև անձնական և գործնական հարաբերություններ զարգացնելու բարենպաստ պայմաններ։ Զգոն եղեք, որպեսզի չկորցնեք լավ հնարավորությունը։ Մարտի 21. Հենվելով ձեր ինտուիցիայի վրա կարող եք ելք գտնել ցանկացած իրավիճակից։ Մարտի 30. Բարենպաստ օր է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Տանը կտիրի ներդաշնակություն և փոխըմբռնում, ուստի փորձեք որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեր հարազատների հետ և ստանալ հրաշալի հույզերի խթան, որը կտևի երկար ժամանակ։ Խեցգետին. Ամիսս լի կլինի բազմազան հույզերով և վառ տպավորություններով։ Դուք, ինչպես ձեր որոշ սիրելիներ, կզգաք հատուկ հուզմունք, արկածախնդրության ծարավ և օրիգինալ գաղափարների ալիք։ Այս ամենը ձեզ կբերի հետաքրքիր ժամանցային գործունեություն, ապագայի համար համարձակ ծրագրեր և առատ զվարճանք։ Բաց եղեք նոր փորձառությունների համար և մի վախեցեք կյանքի կոչել նույնիսկ ձեր ամենահամարձակ գաղափարները։ Մարտի 1. Դուք չեք տատանվի բացասական հույզերի ազդեցության տակ և կկարողանաք պաշտպանվել ցանկացած գրգռիչից։ Սա իդեալական ժամանակ է դիվանագիտորեն լուծելու հակամարտություններն ու տարաձայնությունները, թե տանը, թե աշխատանքում։ Մարտի 5. Առաջադրանքների կուտակումը և չլուծված խնդիրները կարող են լրջորեն սպառել ձեզ, բայց այսօր կարող եք լիցքավորվել։ Հոգնածությունը թեթևացնելու համար պետք է ժամանակ անցկացնել լռության և մենության մեջ, խուսափելով աղմկոտ վայրերից և ամբոխից։ Աշխատանքային հարցերը կլուծվեն օրվա վերջում։ Մարտի 12. Ֆինանսական հարցերը կլինեն ամենահրատապը, պարտքերը պետք է մարվեն, կառաջանան անսպասելի ծախսեր և կզգացվի միջոցների պակաս։ Լավ լուրն այն է, որ հանկարծակի և անսպասելի աղբյուրից կհայտնվի հիանալի լուծում։ Առյուծ. Այս ամիս կարող եք լրջորեն աշխատել ձեր թերությունների վրա։ Դա դժվար կլինի, բայց ի վերջո կհանգեցնի հաղթանակի։ Սա հիմնականում կապված է ուրիշների նկատմամբ ձեր վերաբերմունքի հետ։ Դուք պետք է հրաժարվեք խորամանկությունից և մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու փորձերից ձեր նպատակներին հասնելու համար։ Նման վարքագիծը ոչ միայն կհեռացնի ձեզ ձեր նպատակներից, այլև կկորցնի ձեր հասակակիցների բարեհաճությունը։ Պաշտպանեք ձեր հեղինակությունը և հիշեք մրցակցության մեջ արդարության կարևորության մասին։ Մարտի 8. Ձեզանից խորհուրդ կամ օգնություն կխնդրեն։ Մի
չհրաժեք, այլ իրատեսորեն գնահատեք ձեր գիտելիքներն ու կարողությունները, որպեսզի ոչ մեկին չհիասթափեցնեք։ Շուտով դուք կպարգևատրվեք ձեր արտագանքողականության եւ ուրիշներին օգնելու համար։ Մարտի 22. Բարենպաստ օր է ընտանիքի եւ ընկերների հետ թյուրիմացությունները լուծելու, ձեր տունը բարելավելու եւ սիրելիների հետ շփվելու համար։ Մարտի 29. Սպասեք հաճելի նորությունների, անսպասելի հանդիպումների եւ հին ընկերներից ու ծանոթներից հաղորդագրությունների։ Կույս. Այս ամսվա ընթացքում պետք է խուսափեք ցանկացած տեսակի բամբասանքներից, ինտրիգներից եւ արկածներից։ Եթե դուք ներքաշվեք նման գործերի մեջ, ռիսկի եք դիմում լրջորեն վնասել ձեր հեղինակությունը եւ պատասխանատվություն կրել այն բարի համար, որում միայն մակերեսորեն եք ներգրավված եղել։ Հակառակ դեպքում ամիսը կլինի անխնդիր եւ բավականին հաճելի, լի դրական հույզերով։ Մարտի 6. Բացասական հույզերի հարձակման տակ դուք հեշտությամբ կվերադարձնեք ձեր վերահսկողությունը։ Դուք հուսալիորեն կպաշտպանվեք ծանձրույթից, տխրությունից եւ ագրեսիայից, ինչը դրական ազդեցություն կունենա ձեր աշխատանքի եւ անձնական կյանքի վրա։ Մարտի 13. Օրը լի կլինի զրույցներով եւ նոր ծանոթություններով, եւ ձեր հաղորդակցման հմտությունները լավ կծառայեն ձեզ։ Կշերք. Մի կողմից դուք կցանկանաք եռուզեռուն կյանք, եռուզեռ եւ արկածներ։ Մյուս կողմից խաղաղություն եւ հանգստություն։ Այս դիլեման այս ամիս կհետապնդի ձեզ։ Պատասխանը գտնելու համար դուք պետք է ժամանակ հատկացնեք խորհրդակցելու նրանց հետ, ովքեր սովորաբար օգնում են ձեզ լուծել դժվար հարցեր, ինչպիսիք են ձեր ծնողները, հոգեբանը կամ մտերիմ ընկերները։ Պատասխանը կգտնվի ամսվա վերջին, եւ դրա հիման վրա դուք կարող եք վստահորեն ծրագրեր կազմել մոտ ապագայի համար։ Մարտի 9. Այսօր ձեր կարողությունը ճշմարտությունը ստից տարբերելու անսասան կլինի, ուստի խաբվելու ռիսկը զրոյական է։ Մարտի 24. Խորհուրդ է տրվում բոլոր աշխատանքային եւ անձնական հարցերը լուծել ինքնուրույն, մյուսները միայն կխանգարեն ձեզ։ Բարեբախտաբար ձեր մտավոր կարողությունները շատ բարձր են, ուստի դուք կարող եք ամեն ինչ միայնակ կարգավորել։ Կարիճ. Այս ժամանակահատվածում դուք կարող եք շատ ընտրող եւ կոպիտ լինել ձեր սիրելիների հետ, եւ ոչ բոլորը կհանդուրժեն նման անարդար վերաբերմունքը։ Հետևաբար երկու անգամ մտածեք, նախքան պահանջներ ներկայացնելը կամ վիճաբանելը ընտանիքի անդամների, ձեր զուգընկերոջ կամ մտերիվ ընկերների հետ։ Հետագայում կարող եք խորապես զղջել ձեր խոսքերի համար, ուստի ավելի լավ է հետաձգել նման զրույցները։ Այնուամենայնիվ, դուք բախտավոր կլինեք ձեր կարիերայում եւ ֆինանսներում, այնպես որ կենտրոնացեք ձեր մասնագիտական նպատակների վրա եւ հետաձգեք վեճերը ձեր սիրելիների հետ։ Մարտի 2-ը հիանալի օր է նոր բան փորձելու համար։ Մտածեք այն բանի մասին, որը վաղուց եք ցանկացել անել, բայց չեք ունեցել համարձակություն։ Մարտի 10-ը լավ ժամանակ է վերջին վեճերն ու կոնֆլիկտները լուծելու եւ սիրելիների հետ հաշտվելու համար։ Աղեղնավոր. Այս ամսվա ձեր խաղաղ բնույթը չի երաշխավորում հակամարտությունների եւ վեճերի բացակայությունը։ Ինչ որ պահի դուք կզգաք, որ ձեր շրջապատի մարդիկ, թե մոտիկ, թե հեռու, որոշ չափով բացասաբար են տրամադրված ձեր նկատմամբ, առանց որևէ ակնհայտ պատճառի։ Դուք պարզապես պետք է համբերատար լինեք եւ սպասեք, քանի որ դա երկար չի տևի։ Այնուամենայնիվ, այս ամիսը ձեզ կբերի մի քանի նոր ծանոթություններ, շատ հաճելի եւ խոստումնալից։ Մարտի 3. Կենտրոնացեք բիզնեսում հաջողության վրա։ Դուք կկարողանաք արժանանալ ձեր գործընկերների հարգանքին եւ հնարավոր է ապահովել նոր պաշտոն։ Մարտի 6. Սա հիանալի օր է նրանց համար, ովքեր պետք է հանրության առջև հայտնվեն։ Դուք կճանաչվեք որպես գերազանց աշխատակից կամ ղեկավար։ Մարտի 11. Սա լավագույն օրն է անշարժ գույք գնելու կամ վերանորոգումներ սկսելու համար։ Այծեղ ջուր. Մի թողեք, որ ուրիշները որոշումներ կայացնեն ձեր փոխարեն, քանի որ սա այս ամիս միայն նոր հիասթափություններ կբերի։ Նույնիսկ եթե ընտրություն կատարելը շատ դժվար է, աստղերը խորհուրդ են տալիս ապավինել ձեր փորձին եւ ինտուիցիային եւ չվստահել արտաքին կարծիքներին։ Այս անգամ միայն ձեր սեփական որոշումները կլինեն ճիշտ։ Մարտի 1. Դուք կարող եք ֆինանսական աջակցություն ստանալ ընտանիքի անդամներից։ Մարտին 5. Դուք հնարավորություն կունենաք իրականացնելու տնային եւ ընտանեկան ծրագրեր եւ լուծելու կարևոր հարցեր։ Ջրհոս. Այս ամիսը կլինի պայծառ եւ դրական։ Հիմա իդեալական ժամանակ է արձակուրդ գնալու, երկար ճանապարհորդություն կատարելու կամ գոնե մի քանի օր հանգստանալու եւ ձեզ դուր եկող ինչ-որ բանով զբաղվելու համար։ Եթե չեք կարողանում, մի անհանգստացեք, քանի որ այս ամիսը բազմաթիվ ուրախալի իրադարձություններ կբերի։ Մարտի 3. Սպասեք հանդիպման ազդեցիկ մարդու հետ, ով կարող է օգնել ձեզ դժվար իրավիճակից դուրս գալ։ Մարտի 9.
Դուք կգտնեք նոր հնարավորություն ձեր եկամուտը մեծացնելու համար։ Փորձեք օգտվել այս հնարավորությունից։ Ձկներ։ Այս ամիս որոշակի իրադարձություններ կստիպեն ձեզ գիտակցել, թե որքան խորն եք խրված ձեր սեփական պատրանքների մեջ։ Սա կարող է շատ ցավոտ լինել, քանի որ մարդու կամ իրավիճակի մասին ձեր պատկերացումները հանկարծակի դրականից կփոխվեն բացասականի։ Մի նեղվեք եւ համոզվեք, որ այս իրավիճակից դասեր կքաղեք ապագայի համար։ Ի վերջո, ստացված դասերը հարուստ պտուղներ կտան։ Մարտի 18-ը։ Հռչակությունն ու ժողովրդականությունը կգան ձեզ մոտ, եւ այնքան անսպասելիորեն, որ մի փոքր շփոթված կլինեք։ Մարտի 21-ը։ Դուք կկարողանաք նոր հնարավորություններ բացահայտել ստեղծագործական ոլորտում։